Ողջույն բարեկամներ, այսօր հետաքրքիր նորություններ ունենք, անդրադառնալու իրար հետ, որպեսզի հասկանանք թշնամու հոգեվիճակը, ռեսուրսները, մարտունակությունը, որովհետև մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ես ասում թշնամի նկատում եմ առաջին հերթին ներքին թշնամու, որովհետև դրսի թշնամին մեզ այդքան վտանգավոր չի մեզ համար, ինչքան ներքին թշնամին։ Եվ այսպես այսօր մենք կքննարկենք, կնայենք նորությունները եւ փորձենք հասկանալ ինչ վիճակում ենք մենք եւ ինչ վիճակում է մալող թշնամին։ Առաջ չեմ ուզում ընկնեմ եւ սկսեմ հաղորդումը մեծ հրավիրայի խոսքերով, որ ասում է ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը։ Ուրանալ նշանակում է դադարել մարդ լինել։ Իշ դիպուկ խոսքերը դիպուկ բնորոշում։ Նստը պավորությունը ոնց որ դժդեհը վերակենդանացել է եւ կարդացել ասենք վերջին գոնե մեկ ամսվա նորությունները եւ իրադարձությունները Հայաստանում կատարվող։ Թվում է պարզ իրականություն, պարզ ճշմարտություն, որ առանց այդ էլ պետքա բոլորին պարզ լիներ, բայց դեալիտես, որ պարզ ճշմարտությունը շատ շատերին այդքան էլ պարզ չի ու երբեմն նույնիսկ անհասանելի է։ Եվ այսպես ուզում սկսել այս հաղորդումից լսենք այն որ ասում եք ինքը եղել է հայապահպան եւ այլն, եթե դուք այդպես եք արժևորում եկեղեցուն, հիմա հայապահպանության դերը ստանձնում է պետությունը, ուրեմն քանդենք այդ եկեղեցին, գցենք ոչ, քանդելու լսեցիք ինչ ասում է տեսանյութը ԿՊ-ն ամբողջ նիկոլական համակարգը այլևս չունի ռեսուրս պրոպագանդիստների, որոնք կարող են հայերենով եւ ծանրակշիռ հանգամանքներով բացատրել, թե ինչու է պետք քանդել եկեղեցին։ Եվ որտեղից որտեղ պեղել են այս գոյացություններին, ուղղակի ասենք մարդկային գոյացություն են, հա, պատահական առաջացած են մարշրուտի վարորդն ասել է առաջացեք, սենց իրանք առաջացել են, որոնք պնդում են, որ եկեղեցին դա հայապահպանության, եթե օջախը դրա համար է ինքը կարևոր, եկեք քանդենք, հիմա պետք չի այդ եկեղեցին, որովհետև հայապահպանությունով զբաղվում է պետությունը։ Դե ինչ, ես վստահ եմ, որ ԿՊ-ում ինքը անպայման կունենա իր լսարանը, իրեն լուրջ ընդունողը, եւ եկեք ուղղակի արձանագրենք, որ թշնամին ԿՊ-ն իր ամբողջ կազմով գտնվում է ուղղակի հոգեվարքի մեջ, որովհետև նման գոյացության ուղարկել եթեր եւ ասել ԿՊ-ի հանցագործությունները արդարացա ամեն գնով, դե իբր փոխում ամեն գնով արդարացնել, սա նշանակում է վերցնել գնդացիր ու կրակել ոտքերի վրա, սեփական ոտքերի վրա։ Բնականաբար իրանք հենց այնպես սա չեն արել, չունեն, կադր չունեն։ Ինչքան կարող են օգտագործել բազմակի օգտագործված, ասենք իրենց 5 կադրերին, որոնց արդեն լսող չկա, հա, Մեհրաբյան լսող չկա, Խուրշուդյան լսող չկա, դրանց ավելի շատ հայոյում են, քան լսում են, եւ նոր արուն է պետք իրանց համար, որովհետեւ հասկանում եք, չէ, իրանց մեջ էլ մրցակցություն կա։ Լսում են Նիկոլեական ջին, ասում են շեֆ, ասենք Խուրշուդյանի ոչ մեկ չի լսում, այն ինչ խոսում է հակառակն է աշխատում։ Հակառակն է արդեն քեզ ավելի շատ վնաս է տալի իրա քծնելը քեզ քո հանցագործությունները արդարացնելը, քան օգուտ է տալի, քեզ վնաս է տալի։ Արի մեր աղբորը փոխենք էլի, ինքը լավ գոյացություն է, արի մի քիչ փոխտանք, թող ինքը քո համար քարոզնալի։ Խնդրեմ։ Ես կարծում եմ ցանկացած հայի մոտ այս խոսքերը լսելուց հետո եւ ասում են քանդենք եկեղեցին, որ Նիկոլ Փաշինյանի այս հակահայ, հակամարտկային այս համակարգը պահպանի հայությունը, այս համակարգը, որը ատում է ամեն ինչ հայկականը, որի համար, ասենք, քարահոնջը ընդամենը քարերի կուլտ է, գառնին հավաբուն, հայը ինչ է, որ հայը նույնիսկ սեփական երկրի համար կադաստրի վկայական չունի, ու սա պետք է հայկականությունը պահեր։ Պատկերացնում եք,
պատկերացնեք սա լսող մարդու մոտ ինչպիսի զգացումներ են առաջանում ԿՊ-ի եւ մասնավորապես այս նկատմամբ։ Սա ես ողջունում եմ իրենց այս հոգեվիճակը, կադրային այս քաղաքականությունը եւ ցանկանում եմ այս կարգի գոյացություններ շատ ուղարկել եթերներ։ Իրոք ցանկանում եմ, սրանք ավելի մեծ լավություն մեզ չեն կարող ուղարկի անել, որպեսզի վերջի այն բիոթափոնին արտնասնեն ու ասեն նայի մեզ, դու ուզում ես մեզ ձայն տաս, հələ նայտես մենք ինչեր ենք քեզ առաջանում։ Սա ինձ թույլ է տալի լավատես մնալ, ես միշտ եմ եղել լավատես եւ ավելի հույսով լցվել, որ այն ինչ որ ես կանխատեսում եմ, սա իրականություն է, ես կանխատեսում եմ ինչ, որ ցանկացած հարված ունի հակահարված եւ իրենք ստացել են ավելի մեծ հակահարված, քան իրենք ստացել են եւ քաղաքական քարոզչության, կեղծ քարոզչության արդյունքում, թե եկեղեցու վրա հարձակման արդյունքում։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր Ճիվաղը ուրախ գրել է, որ ինքը գնացել է Սևան պատարագի։ Հասկանում եք, երբ որ երկրի վարչապետը ինքը գրում է, որ ինքը գնացել է բան պատարագի, սա նույնիսկ գռեհի կհանջում, հա։ Ոչ թե մարդ պիտի չգնա պատարագի, այլ պատարագի գնացող մարդը չի գնում, որ հետո գրի ինքը գնացել է պատարագի։ Գնում է պատարագի, որտեղ ասեն դրա կարիքն ունի։ Հասկանում եք, նորմալ մարդ էլի, բայց Փաշինյան Նիկոլը չէ, գրում է գնացել են պատարագի, բայց չի գրում շարունակությունը ամենակարևորը, որ պատարագիչները թքած են ունեցել իր պահանջների վրա եւ պատարագի ժամանակ հնչեցրել են կաթողիկոսի անունը։ Եվ ինքը գլուխը կախ ընդունել է այդ փաստը, պարտված վերադարձել է եւ գրել է, որ ես գնացի պատարագի։ Գրողի թե չգնացի պատարագի։ Այդ էս միշտ գնա գլխի կոր լսի կաթողիկոսի անունը։ Սա մաքսիմումն է, որ դու ունակ ես արդեն անել։ Սա կրոնի հարցում, սա քաղաքական քարոզչության հարցում։ Դե ասեք, որ մեր կանխատեսումները սխալ են, չէ։ Մեր կանխատեսումները իրականանում են, ոչ թե որ մենք շատ խելոք ենք, այլ չէ։ Բնությունը իր օրենքներն ունի եւ իր դիալեկտիկան ունի, հա, դուք չեք կարող վերցնել ու մի անգամից հում փոխել։ Մարդկանց ժողովուրդների վարքագծերի մեջ կա իներցիա հասկացողությունը։ Իներցիան ամենահզոր ուժերից մեկն է բնության մեջ եւ իներցիա փոխել չհաջողվեց նույնիսկ 301 թվականին ամբողջ հունահռոմեական զորքերով ուժով փոխել հայ մարդու կյանքի ծեսերի իներցիան։ Հա, այդ ժամանակա քրիստոնյաները չհավացան փոխել, ստիպված էին այդ իներցիային հարմարեցնել իրենց քարոզներն ու ծեսերը։ Հիմա անցել է 1700 տարի, նորորվա այսօրվա այս նորացի ներերը փորձում են 1700 տարվա արդեն կարծրացած իներցիան փոխեն իրենց հիմար քարոզությունները։ Բնականաբար սա դատապարտված էր պրավալի եւ երկրորդ կարծիք լինել չէր կարող։ Հիմա տեսնենք այս ազգադավերը ինչ են անում մեզ հետ կրթության հարցում։ Եվ այսպես սեպտեմբերի 1-ից փակվելու է մոտ 250 դպրոց։ Կրթությունը նորաձև է հայտարարած զույգը, այդ խայտարակ դավաճան զույգը փակում է 250 դպրոց։ Ասել է թե կրթությունը արդեն նորաձև չի։ Անցած տարի նորաձև էր, այս տարի նորաձև չի։ Չէ, վերջացավ, սեզոնը պրծել է։ Կրթվելու սեզոնը սեպտեմբերի 1-ից պրծնում է առնվազն 250 դպրոցի համար։ 8700 երեխա, մոտավորապես 2300 դասատու զրկվում են իրենց հիմնական տեղը նախ 2300 դասատու արշավանքից է զրկվում։ Իսկ 8700 երեխա էլ չի գնալու իր գյուղի կամ իր համայնքի դպրոցը, որովհետև կրթվել արդեն նորաձև չի։ Եվ այսպես, որոնք են այս դպրոցները։ Սյունիքի մարզում 48 դպրոց է փակվում։ 978 աշակերտ ստիպված է լինելու գնա այլ համայնքներում դպրոց։ Ոնց է գնալու ինքը։ Ով է տանելու, որքան է հեռու այդ համայնքը, ոչ մի խոսք չկա։ Չկա։
օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներու քաղաքից դուրս փոքրիկ քաղաքներ, փոքրիկ գյուղեր կան, ամեն մի գյուղում չի որ կա դպրոց, եւ կարող է այդ դպրոցը ասենք 1-2 մայլ այն կողմ լինի։ Կարող, բայց այդ դպրոցը ապահովում է ավտոբուս, երեխային ամեն օր առավոտյան վերցնում են, բերում են դպրոց, կերակրում են, պահում են, դասանում են, վերջում տանում են տուն։ Չի փակվել դպրոցը, ուղղակի ինքը այդ տանտերը, ծնողը որոշել է դպրոցից հեռու ապրի, բայց ինչքան ուզում է հեռու ապրի, մեկը եթե ինքը դպրոցական երեխա ունի, դպրոցը գնում է երեխային բերում է իրան։ Սրանք փակում են դպրոցը, թե երեխան ուր է գնալու, ասում են գնա։ Դե այդպես որտեղ է հարմար, որ դպրոցն է հարմար, գնա։ Ոնց կգնա։ Այդ երեխան ամեն օր առավոտ։ Եվ կեսօրին ոնց է վերադառնալու։ Չկա դարձի պատասխանը, բայց Սյունիքում արդեն 48 դպրոց սեպտեմբերի 1-ից չի աշխատել, 48 դպրոց, որը նշանակում է 48 շինություն պլյուս դասատուները։ Գեղարքունիքի մարզ 15 դպրոց 440 շեկել, Տավուշի մարզ 14 դպրոց, Շիրակի մարզ 48 դպրոց, 47 դպրոց Լոռու մարզում, 24 դպրոց Արագածոտնի մարզ 800 շեկերտով, 7 դպրոց Ալմավիրի մարզում, Կոտայքի մարզ 9 դպրոց, Արարատի մարզ 4 դպրոց, 16 դպրոց Վայոց ձոր։ Հասկանում եք, այս դպրոցները իրարից բավականին հեռու են։ Բավականին հեռու են արդեն։ Ինչպես նայում ենք, ամենաշատ դպրոցները 48 այդ Սյունիքի մարզում են։ Ինչի Սյունիքի։ Պետք է դատարկել Սյունիք։ Պետք է երեխաների համար ստեղծել, ծնողների համար, դասատուների համար ստեղծել ապրելու համար անհնար, ոչ նպաստավոր պայմաններ, որ մարդիկ դատարկեն այդ գյուղերը։ Եթե գյուղում դպրոց չի լինելու, այդ մարդը ոնց մնալու է։ Այդ դասատուն որտեղ աշխատի։ Եվ այսպես, ինչպես էլ մեզ բանակ պետք չի բան։ Այդ բանակը խաղաղության համար է, վերջ։ Խաղաղության համար է, մեզ զենք պետք չի, զարգացած բանակ պետք չի, մի խոսքով ռեֆորմ պետք չի, մենք գնում ենք խաղաղության։ Խաղաղության աշխարհը պատրաստում է պատերազմի, մենք պատրաստում ենք խաղաղության ու փակում ենք մեր դպրոցները։ Զուգահեռ։ Կա Հայաստանում մեկը, որ չի հասկանում սա ինչ է նշանակում։ Չի հասկանում են բոլորը, բայց կան վարձկաններ, ինչպես այն գոյացությունը, որ ասում էր պետությունը իր վրա է վերցրել հայապահպանությունը, փակում է դպրոցները, փակելով դպրոցը իրականացնում է հայապահպանության օրինակ խնդիր։ Ինչ վատ է։ Ինչ վատ է։ Սա է հրեշնա, որը միաժամանակ հրամանատալի բոլոր փառքի անկյունները ուղղակի լուծարել, փակել։ Ինչ է նշանակում փառքի անկյուն։ Այս հրեշի համար զգում եք այս հրեշի դեմքի հանդարտությունը, իրեն ոչինչ չի ետակ։ Զգում եք։ Սրանք բացառապես հատուկ ընտրված կադրեր են, ոչ մեկ պատահական չի նշանակվել սրանց մոտ։ Սրանք բոլորը հատուկ ընտրված վաղուց կադրեր, որոնք այս հանցագործությունները իրականացնում են առանց աչք թարթելու, առանց միմիկա շարժելու։ Եթե դուք նկատել եք, սրանք ոնց որ բոլորը նույն դիակը լինեն։ Սրանց մոտ դեմքի վրա միմիկա չի աշխատում։ Դա վերցեք, սրանց հիշեք, սրանց արդարադատության նախարարի, ներքին գործերի նախարարի նայեք, սրանց արտահայտվելու խոսալու ժամանակ սրանց դեմքի միմիկա չի շարժվում, ոնց որ մեռածել են դիակ։ Ոնց ինձ հետաքրքիր է ասել, աղջիկը պատկերացնում է այդ ինչա կատարելու հունիսի 8-ին։ Ես ինքը չի պատկերացնում, թող Պետրոսը մտածի։ Սկսի մտածել դրա մասին։ Իր մասին էլ նույնպես է։ Ասենք սա։ Ձեր դիվանագիտությունը ինչ ա եղել։ Հետևյալը ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսեք կոշիկները լիզել եք, թե ձեզ էլ թվացել է թե հետատի։ Այ անինքնասերներ։ Ձեր դիվանագիտությունը ինչ ա եղել։ Հետևյալը ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսեք կոշիկները լիզել եք, թե ձեզ
ձեզ էլ թվացել է թե հետատի այ անինքնասերներ ու ողբերգությունն է որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից բայց մենք կոշիկ լիզող չենք դուք եք կոշիկ լիզողը դուք լիզել եք եւ լիզելու եք այսօր էլ եք վազում Եվրոպաներում Մոսկվաներում ինչքան կոշիկ եք տենում լիզում եք այդ այնց է միջև կյանքներիդ վերջը լիզելու եք սրա նրա կոշիկները կոշիկ լիզողներ Ինչպիսի խոսքեր են, չէ՞։ Ինչպիսի խոսքեր, ինչ էմոցիա, ինչ կերպար է։ Այս ամեն ինչը նորմալ համարում ես, այլս։ Ընդ որում հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամատկային օրակարգի հարց։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Ես դրա համար առանց վարանելու, առանց սել բռնելու, առանց երկար բարակ մտածելու, ես ցանկացած մարդու, ովքեր սա նորմալ են համարում, ես համարում եմ անբարոյական։ Ես չեմ համարում նրանք անբարոյական։ Ցանկացած մեկի, որում ամասա նորմալ է, ինքը հայտարարում է ուղղակի գոռում է իր անբարոյական լինելու մասին։ Սա իմ հետ կապ չունի։ Ես ընդամենը արձանագրում եմ փաստը, էլի։ Ընդամենը արձանագրենք փաստը։ Էական չի այդ գոյացության աննազգանունը ինչ է։ Բացարձակ։ Ով ուզում է լինի։ Ինքը ընդամենը անբարոյական գոյացություն է։ Առանց անուն ազգանունի, տեսեք, ես չեմ վարանում հարազատ մարդ է լինի դրա հետևականից ինքը իմ համար նույնը։ Սա ուղղակի չունի կոնկրետ անուն ազգանուն, սա տեսակ է։ Ում ամասամը նորմալ է, ինքը խոսում է իր որպես գոյացության եւ անբարոյական գոյացության լինելու մասին։ Մենք այդ մասին այդպիսիներին գտնելու ենք։ Այդպիսին մեկը կա Համբիկ Սալաֆյան անունով Լոս Անջելեսում փաստորեն քաղաքացիական պայմանագիրը վերջը գտել անդեմեկին փաստորեն հնչակյան դեմոկրատական կուսակցության ղեկավարն է հնչակյան գտել է Համբիկ Սալաֆյան անունով ինչ-որ մեկին հանդիպել է մի քանի օկով խնդրեմ սա նկարն է ինչ-որ նկար այսքան կարողանում բացել գտել են էլի գտել են մի 4-5 հոգի հնչակյաններով երևի խոսք են տվել իրանց անպայման իշխանություն Հայաստանում անպայման մոնոպոլիաներ երևի կամ տեղ խորհրդարանում օգնեք մեզ անտեր չմնանք եւ դուք կհայտնվեք չեմ Հայաստանի կառավարման մալվանում ես չգիտեմ ինչ են խոստացել էական չի բայց կարողացել են իրենց առաջարկել մի բան որ սրանք չնկատեն սա չնկատեն սա ու հասկանում եք չէ որ Լոս Անջելեսում հնչակյանները անպայման ցեղասպանված սերունդի ներկայացուցիչներ ուրիշ տարբերակ կարողացել են առաջարկել մի բան իրանք սիրով մոռացել են ամեն ինչի մասին դե հիշում եք չէ հիշողություն չունեցող մարդը ինչի է նման համաձայնվել են որ իրանք այդ հայտնի կենթանուց են նման են նույնիսկ սիրով երևի ընդունել են այդ փաստը եւ մի քանի օքի ամեն դեպքում գտնվել է Լոս Անջելեսում սրանց հետ հանդիպելու համար նույնիսկ ասեմ ընդամենը մի քանի հոգի դե գիտեք չէ որ ցանկացած ժողովրդի մեջ տականք կա 10%-ի չափով կա դա ու սրանց համար դա եղանակ չի փոխելու որտեղ ով է ճանաչում ընդհանրապես հնչակյան կուսակցության մասին վերջը ով է լսել դա քաղաքական ինչ կշիռ ունի Հայաստանը ինչ կշիռ կարող է ունենա ասենք Համբիկ ինչ որ Համբո Սարաֆյան Հայաստանի քաղաքական կյանք բայց հասկացեք սրանք ինչ որ մի բան պետքա ցույց տան որ ինչ որ մեկը կա դրսում որ իրաց ասեք մի բաժակ սուրճ կարող է տա հայրենիքից դուրս ինչ որ
մեծ նվիրատվության դիմաց բնականաբար։ Սա ձեռքբերում չի։ Ինչ որ իրենք ցույց են տալի, իրենք էլ չեն հասկանում, որ ցույց են տալիս իրենց քաղաքական սնանկությունը, բանկրոտությունը, որովհետև եթե դու պետության ներկայացուցիչ ես, որը 8 տարի է ղեկավարում Հայաստանը, եւ գնում ես Լոս Անջելես, որի հայկական բնակչությունը Հայաստանի չափ է, եւ ընդհանրապես դու ինչ որ հնչական կուսակցության մի քանի հոգով է շրջապատված, ինչ որ նշանակում է դու քաղաքական բանկրոտ ես։ Դրա համար է քո պրոպագանդոնները սրանք են։ Ինչ որ գոյացություններ, որոնք այնքան տգետ են, որպեսզի հիմնավորեն քո արժեքը եկեղեցու դեմ, ասում են եկեղեցին ինչ տապեք հայապահպանությունով զբաղվում է, չի վաղի կառավարությունը, որին էլ Արցախ պետք չի, ցեղասպանություն պետք չի, դրբրոց պետք չի, նորաձև պրծավ։ Պատմություն չենք ունեցել, Ելմետ հասկանանք մեզ ինչի են ցեղասպանել, որտեղ մենք ենք ցեղասպանության մեղավոր ու պատճառը եղել։ Սա այս ամեն ինչ եմ համապարփակ ներկայացնում։ Սա խոսում է սրանց քաղաքական բանկրոտության մասին։ Եվ այդ բանկրոտության մասին է նաև խոսում Արսեն Խառատյանը։ Լսենք։ Այնպես չի, որ Ադրբեջանն ու Թուրքիան բացառապես ձեր ասացիքներում լսեցիք Ալիևի խոսքը, երբ որ հայ լրագրողը հարցրեց այս իշխանությունների կողմից այդքան քարոզվող խաղաղության խաչմերուկը, ասաց խաղաղության խաչմերուկ դուք կստանաք այն ժամանակ, երբ որ Բայդենը հետ կգա իշխանության։ Այսինքն անհնարինության մակարդակի բան է։ Այսինքն այդ մարդուն ներողություն թուրքական քաղաքականությանը նման միամտորեն վերաբերվել, ես կարծում եմ թույլատրելի։ Մյուս կողմից պարոն Վարդանյանը, հա, այսպես շատ ռոմանտիկ տպավորություններ ունի այս իշխանության կողմից, ասում եմ, ֆանտաստիկ ձեռքբերում էր 4 միլիարդ բերելու են։ Նախ այս իշխանությունը ցույց է տվել, որ մի լվացքի մեքենայի գործարան չի կարողանում կառուցել։ 8 տարի է դա գովազդեցին, խաբեցին ժողովրդին, էլ բանու Վանաձորում ինքնաթիռի թելերի գործարան տեսել եք։ Ինչ։ Հնան նայել եք վերջերս Հայաստան։ Եվ ես ասում եմ, խնդրեմ համեցեք Արսեն Խառատյան, Հրանուշ Խառատյանի որդին։ Ես հարգում եմ Հրանուշ Խառատյանի գիտնական ձեռքբերումները, գիտական իր աշխատանքները, ներդրումը հայկական ժողովրդագրականության եւ հայապահպանության գործում են աշխատանքները, որ ես տեսել եմ, ես դա գնահատում եմ, բայց դա ոչինչ չի փոխում։ Արսեն Խառատյանը նա հիմար չի։ Ու փաստացի ինչ ա բերում։ Ասում դուք հնան տեսել եք։ Այսինքն ուզում ասի, որ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի օրոք տնտեսական զարգացում ա ունեցել։ Լսենք ինչա պատասխանում Բորիս Մորոզովը։ դա մեծապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք է։ Երկու անգամ կրկնապատկվել է ռուս-ուկրաինական դուք թվերը չեք տեսել, թե ոսկու արտահանումը Հայաստանի իշխանը դա ռուսական ոսկի 17 միլիարդի երբ որ հեռախոս ներկրող ընկերությունը հայտնվում է 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում, դա Հայաստանը հեռախոս է արտադրում։ Հայաստանը արևմուտքում արտադրված հեռախոսը տեղափոխվում է Ռուսաստան։ Շնորհակալություն, Բորիս։ Բանկրոտ, ուրիշ բան չես կարող ասես։ Դե խոսացեք։ Ես ասում Արսեն Խառատյանը հապուշ չի, սրիկա է ուղղակի։ Մարդ, որ նույնիսկ այսօր այսքան բանից հետո փորձում է արդարացնել Փաշինյան Նիկոլ, նշանակում է այն հանցագործությունները, որ ինքը նախկինում արդարացնում էր, դա նրանից չէ, որ ինքը միամտաբար մոլորված է։ Նրանից որ ժամանակվանից են ինքը պարապած սրիկա է եղել, ոնց որ հիմա։ Ես դա բան եմ ասում, անկախ անուն ազգանունից, այսքան բանը տեսնողը, այսքան բանից հետո Փաշինյան Նիկոլ արտարացնողը, դա իրա գոյացության, իրա անբարո գոյացության մասին է խոսում։ Այսքան բան։ Դրա մասին ասում է Փաշինյան Նիկոլը։ Մենք ընդհանրապես արձանագրում ենք այն ինչ որ իրականում կա։ Իսկ փաստարկները, այդ տգետներ ինչ հնա։ Ինչ հնա Հայաստանում ուր է հնա։ Որտեղ եք տեսել դու նկարած թվերով եք նայում հնա։ Հա, շինարարական ոլորտում կառուցվող դատարկ շենքերն եք նայում հնա։ Հա։ Սա սև շուկա Ռուսաստանից առևտուրը, որ գնում է Հայաստանով, այդ է հնա, դա եք համարում ձեռք բերում, նույնիսկ եմ ասում, սա նես բան չի, որ չգիտի Արսենը,
Բորիս Մուրադյանը ճպասեր ճակատին, դե խոսա։ Իհարկե հոգեցածմունքի, հոգեխանգալմունքի մեջ ընկան երկու բարողները, երկու Պետրոս Ղազարյանները, Էկուվորց։ Բայց դա բան չփոխեց։ Իրականության մեջ դա ոչինչ չի փոխում։ Սա էլ հմեկի եթերն է, Համզյանի եթերն է, հասկանում եք, որը էլի նշանակում է մի բան, որ սրանք ռեսուրս եւ փաստարկներ ժողովրդին համոզելու, աչքերին թոզ փչելու համար չունեն, չկա, չի մնացել։ Իսկ օրեցօր դրանք պակասում է։ Մանավանդ դրան նպաստում է նաև գիտեք ով մեծ քայլերով Ալիևը։ Как на международном уровне, так и в ходе двусторонних контактов с Арменией мы постоянно подчеркиваем один вопрос. Должен быть обеспечен беспрепятственный проезд из Азербайджана в Азербайджан. Должен быть комфортный и свободный проезд из Азербайджана в Азербайджан, без каких-либо проверок и препятствий. В ноябре 1920 года советская власть отобрала у нас Западный Зангезур и совершила преступление против азербайджанского народа. Փոխանակ սելը ճրա, սել որնա ճրում։ 19 նոյեմբերին սովետական իշխանությունն է սրանցից վերցրել։ Լեզուն չի պատտվում ասի, որ նշդենա սատկացրել ձեզել սովետական իշխանությանն հետ, որ դուք չկարողանայիք վերցնել բանը Զանգեզուրը։ Բայց փոխարենը ձեզ նվիրեցին Արցախն ու Նախիջևանը։ Պնդում են, որ դա է իրանցը։ Հիմա երեկը մտածեք, ախր ինչի է Ալիևը դա ասում, չէ՞ որ դա վնասում է Փաշինյան Նիկոլին, բայց դուք պետք է հասկանաք, չէ՞ որ Փաշինյան Նիկոլից բացի ինքը նաև ունի ներքին հոտ, ներքին լսարան, որին պետք է կերակրել, որ այ Ղարաբաղը վերցրեցի, հիմա Զանգեզուրի միջանցքն են վերցնելու, ու այդ էլ ասում Զանգեզուրն էլ է մերը, վերցրել են մեր ձեռքից։ Դա էլ ասելու, դա ասվում է արդեն։ Դա ասվում է արդեն վաղը դրան հասնելու են, Զանգեզուրի չեն դադարում։ Սյունիքում 48 դպրոց, ինչի է փակվում։ Ու սա չտեսնող կա, սա չհասկացող կա։ Չէ, բոլորն են ամեն ինչ հասկանում, ուղղակի կան մարդիկ, որոնք ասում են, այն գոյացությունն են, որոնք ինչ-որ մի բանի դիմաց պատրաստ են իրենց ամբողջ անբարոյական էությամբ չնկատել կատարված հանցագործությունը, կատարվող հանցագործություն։ Բայց Ալիև, դուք հոտին ինչ ուզում ես կերակրի, այս ամեն ինչը մի օր վերջանալի է, ու փակվելու է քո վերջին էջը, հասկանում ես, փակվելու է։ Գիտես ինչի, որտեղ դու ես քո ազգով, նայեք։ Տեսանյութի մեջ փախուստ է եւ Ադրբեջանի տղամարդիկ հրում են կանաց մի կողմ, որ իրանք փախնեն, կանայք են ամոթանք են տալի, բայց դուք ի՞նչ տղամարդ եք։ Ալիև եւ մնացած Ալիևներ, ես գիտեմ, որ դուք նայում եք, հետևում եք, ուղիղ եթերների ժամանակ նույնիսկ չեք ալանում, գրում եք, ես էլ չեմ վարանում, պատասխանում եմ։ Հասկանում եք բանն ինչու՞մն է։ Բանը նրանում է, որ ոչինչ չի փոխվել։ Դուք էլ գիտեք, որ դուք նույն հոտն եք մնացել, հասկանում եք։ Ձեր մոտ ոչ մի բան չի կարող փոխվել։ Դուք չեք կարող դառնալ հասարակություն, ժողովուրդ, որտեղ 30 տարի ձեր մոտ ոչինչ չի փոխվել։ Ոնց Ալիևները կան, ինձ միջև մակա։ Դուք ունակ չեք հասարակություն դառնալու, ունակ չեք ցիվիլիզացիայի մի մասնիկ դառնալու։ Դուք նույն եք, որ նույնիսկ ձեր կանայք են, ձեզ ասում արա դուք տղամարդ եք։ Մի բան, որ հայ կանայք երբեք իրաց տղամարդկանց չեն ասել։ Եթե դուք հիշում եք, Արցախի դատարկման ժամանակ սպանվեցին 300 ավել հայ տղամարդիկ։ Ոչ թե կանայք, հայ տղամարդիկ։ Որտեղ հայ տղամարդիկ էին գնացել բենզին հայթայթելու, իրենց կանայք ապահով տեղ սպասում էին։ Հասկացեք։ Ոչ մի կին ինքը կանեստը չէր վերցել գնա բենզին։ Ոնց որ տղամարդը թույլ կտալի է։ Դրա համար Ալիև ու մնացածը
Դուք պետք է շատ լավ հասկանաք։ Ձեր փրկությունը ոչ թե պետություն լինելն է, այլ մեծ պետության մեջ, հայկական պետության մեջ, ինչ որտեղ մի փոքրիկ անկյուն ունենալն է, որ քիչ-քիչ դուք կարողանաք ինտեգրվել ինչ-որ ցիվիլիզացիայի։ Հայկական ցիվիլիզացիայի, որովհետև նույնիսկ Թուրքիայում, Թուրքիայի պատմության մեջ, երբ որ թուրքական պետության սյուներ կային, միջև ցեղասպանություն, այդ սյուները հայկական սյուներն էին։ Եթե միտեղ գեղեցիկ պալատներ կային, դա հայկական պալատներն են, դա բալյանների ստեղծած պալատներն են, որից ցեղասպանությունից հետո դուք գնացիք մտակ ընդեղ ու միջև հիմա դերից դուրս չեք գալի, որովհետև դուք ավելի լավը չկարողացաք այտենց էլ ստեղծել։ Նույնիսկ ցեղասպանությունից հետո դուք քոչվորները սեփական լեզու չունեիք, դուք սեփական այբուբեն չունեիք, դա էլ հայերը ստեղծեցին, տվեցին ձեր ձեռքը։ Հակոբը չգիտեմ ինչի որոշեց, որ ձեզ դա պետք է տա, հասկանում եք։ Այսինքն դուք այնքան էսեք, որ դուք պետք է ուղղակի հարմարվեք դրա հետ եւ հասկանաք ձեր փրկությունը որն է։ Իսկ ձեր կյանքում գիտեմ, որ բան չի փոխվել։ Ալիևի կյանքում բան փոխվել։ Իրա միլիոններն են ավելանում եւ էգոն ավելանում, հա։ Դուք ոնց կայեք, դուք տենց էլ ապրում եք, տենց էլ ապրելու եք, քանի Ալիևը կա։ Այնպես որ ձեր շահիցը, որ չլինի Ալիև եւ չլինի Ադրբեջան, այն կարգավիճակով որ հիմա կա։ Վնասածը դուք գիտեք։ Իսկ հիմա մենք ենք չի անկեղծ ասում։ Իսկ հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Սա է։ Դրել է վաճառքի ուղղակի։ Բացառապես վաճառքի։ Միջանցք, ճանապարհներ, ատոմակայան, հայրենիք, ապագա, ամեն ինչ դրած է վաճառքի։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփի վարչակազմն իր օլիգարխիայով սիրով օգտվում է այս ամեն ինչից։ Ասեմ, որ Սյունիքի միջանցքի, այո, հենց միջանցքի բացման այսօր առաջնային շահառուներից մեկը դարձել է ամերիկյան կորպորացիաները, որոնք աչք ունեն, ինչպես ես կանխատեսում եմ, Սյունիքի հանքերի վրա, որտեղ կան բացառիկ եւ հազվագյուտ մետաղներ։ Այն որ ասում են Ադրբեջանը նավթ ունի, երանի դուք բոլորս մենք իմանայինք, թե մենք ինչ ունենք, որ Ադրբեջանը չունի, որը ինքնին ավելի մեծ արժեք է, քան ադրբեջանական նավթը, որը շատ քիչ է ու վերանալու, չասեմ վաղը վերանալու է, բայց մի 10-15 տարվա բան է, պաշարներ է մնացել այնտեղ։ Երանի մենք իրոք գիտակցենք, թե մենք ինչ ունենք, թե դրանից ինչքան է քաղաքական մեր արժեքը բարձրանում։ Բայց քանի մենք ունենք այս կարգի տականք դրված հայկական պետականության գլխին իր այն գոյացություններով քարոշչական եւ աջակցողների քանակով, Էսա պատկեր առայժմ։ Իսկ Սանգեզուրի միջանցքը հենց ամերիկյան այս կորպորացիաներին պետքա նախ եւ առաջ այն հանքայերի եւ հանքանյութերի համար, հազվագյուտ հանքանյութերի համար, որի համար զոհեցին Ուկրաինան, որի համար ուզում են գրավեն Գրենլանդիան, որի համար են ընթանում բոլոր պատերազմները։ Տեսեք ինչպիսի ապտակ։ Սա Թրամփի այդ գոլֆ կլուբի նոր խաղաղության բանը է, չէ, օֆիսը չէ բացել, որտեղ Նիկոլեն ուրախ գնացել լսել էր իրան ինչպես են դերասում։ Մալազեց սուկինսին։ Հին անեկդոտ կա, չէ՞ այդպես։ Բոլոր երկրների անդամ երկրների բաները կան, որ նայում եք կիսալուսիններով են։ Մահմեդական, թուրքական աշխարհի ներկայացուցիչներ։ Ու հայկականը չկա, հայկական դրոշ չկա ստե։ Հայաստանին դրոշը նույնիսկ չի արժանացել։ Տեսեք ինչքան տշած ունենան Նիկոլին։ Ես որ ասեմ Նիկոլը սեղանի կողքը չի, սեղանի վրան է, ինքը բլյուդն է, հասկանում եք։ Ինքը մենյուի մեջ է։ Այնքան ինքը մենյուի մեջ է, որ նույնիսկ Հայաստանի դրոշը չկա ստեղ։ Էսի լավ է որ Հայաստանի դրոշը չկա, բայց ոչ թե նրա համար որ Փաշինյան Նիկոլն ասել է, չէ, Հայաստանը չի լինելու խայտարակ միության անդամ։ Չէ, դա դες բան չի ասվել։ Ինքը այդտեղ է զգում իր պաշտպանվածությունը։ Այս թուրքական
այս թուրքական բանը երկրների միջավայրումը իրեն լավ զգում։ Որովհետև դե չկա ժողովրդավարություն, չկա դեմոկրատիա։ Ով ինչ ուզում անում է երկրում։ Ուղղակի ստեղ չկա Հայաստան դրոշը այնքանում, որովհետև Փաշինյան Նիկոլն է ինքը մենյուի մի մաս։ Ինքը հրավիրված է, գիտեք ինչ կարգավիճակում։ Ոնց որ ասենք Էփստինի կղզի են հրավիրվում, պրոստիտուտկեք։ Մարդկանց զվարճացնելու եւ ծառայելու համար։ Հետո ում կյանքը ոնց կդասավորվեր, ում ճակատագիրը ոնց կդասավորվեր։ Կամ մի օր ինչ-որ երաշխով փրկվում էր, կամ խոսքով լինում էր ինչ որ եղավ մնացածի հետ։ Չեմ ուզում դրա մասին այս պահին խոսալ, էլի։ Այ Փաշինյան Նիկոլը այս կազմակերպության մեջ այս կարգավիճակումը ու հայտարարությունը գիտեք որն է, որ հպարտա դրանով եւ ինքը գալիս է Հայաստան հպարտանում է դրանով, որ ինքը պրոստիտուտկի կարգավիճակով հայտնվել է այդտեղ, որ նույնիսկ Հայաստան դրոշը չկա այդտեղ։ Այնպես ինչպես հպարտանալ իրեն, եթե նույն ձևի տարանային իրեն Էփստինի կղզի եւ իրեն ուղղակի տրաֆիկինգի ենթարկեին։ Այդպես նույն ձևի հպարտանալով գալու է, որովհետեւ ինքներդ մտածեք, իսկ ինչով հպարտանա։ Այդ ի՞նչա արել իր կյանքում, ինչի է հասել, որ դրանով պետք է հպարտանալ։ Չկա։ Սա այն է ինքը ինչ ունի։ Թերևս ինքը կարող է հպարտանալ, որ կարողացել է լավ պլագիատ անի, ոչ միայն թուրքականից, այլ նաև գերմանական բրենդներից իրենց լոգոն։ Բա։ Տեսեք լոգոն։ Սա գերմանական ապրանքատեսակի լոգո է։ Սա մաքսիմում է ինչ-որ ԿՊ-ն կարող անի։ Անորակ պլագիատ են իրանք, ոտքից գլուխ։ Борчаленские земли, почему не в составе Азербайджана? Почему мы свои земли должны дать грузинам? Кто признает международные границы Грузии? Я всегда говорила, если бы остался Азербайджанская демократическая республика, то Тбилиси и Борчалы остались бы в составе Азербайджана. Борчален Ուտելը, ասում է, ախորժակ ուտելուց է բացվում։ Նույնը, փաստորեն, ադրբեջանցիների մոտ է։ Հիմա էլ Վրաստանն են ուզում, Բորչալուի տարածքն են ուզում։ Ասում է, եթե ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը մնար, Թիֆլիսը Ադրբեջանինն է։ Շնորհավորում եմ, նայեք այս բանի մեջ, հələ քարտեզի մեջ նայեք։ Քարտեզի մեջ նայեք, չկա, Սյունիքը Հայաստանից պոկած է։ Սևանի մասերն էլ է պոկած, նայեք։ Սա այն ինչ որ ադրբեջանցիները ցույց են տալիս։ Ու հիմա մտել են Վրաստանի տարածք։ Դե շնորհավորում եմ, ինչ ասեմ ադրբեջանցիներին։ Ինչքան շուտ մտնեն Վրաստան, այնքան հետաքրքիր կլինի։ So fucking disgusting. Watch to the end to see what Prince Charles and this child are playing with. This is so fucking disgusting. Watch to the end to see what Prince Charles and Սա այդ Էնդժյունը մանկահասակ երեխայի հետ։ Չգիտեմ ինչ Չարլզի անունն է ստեղ ասում, բայց նկարի մեջ հենց բանն է, Prince Էնդժյունը, որին ձերբակալեցին։ Պարզվում է, այս մասին իմացել է նաև Դայանան։ Խնդրեմ։ Իմացել եմ, այդ մասին ու գրել է, ինքը տեսել է, ոնց են երեխաներ սրանք տանջում, սպանում, արյունը խմում, միսն ուտում։ Ու ինքը իմացել է, որ իրան սպանել են։ Այդ համակարգը չի խնայում ոչ մեկին։ Ես որ ասում եմ, այդ համակարգը միշտ մաքրում է իր այն ավելորդ մասերը, որոնք կարող են իրեն վնասել։
այդ համակարգի այսօրվա վնասող մասերից է նաև Դոնալդ Թրամփը եւ բոլոր նրանք, ովքեր երևացել են։ Պարզվել է, որ իրենք այդ համակարգի մի մաս են։ Ոչ միայն իմացողների իրենց մասին ենք միացել, նաև իրենց մասին պատմողների։ Եվ այս սա գրելուց հետո ընդամենը մի քանի ժամ հետո Դիանայի մեքենան ուղղակի վթարի է ենթարկվում, 40 րոպե ոչ մեկ չի մոտենում իրան, մինչև ինքը կմահանի։ Այս կարգի հզոր կազմակերպված է այդ համակարգը։ Այս կարգի։ Այդպես որ ովքեր Դոնալդ Թրամփի հետ հույսեր են կապում, սա պետք է որ լավ իմանան, էլի։ Հիմա սա լսենք։ Только что выставил США счет на 175 миллиардов долларов. Сам его подписал и оплатил. Верховный суд признал его пошлины незаконными. Теперь сотни компаний или тысячи могут пойти в суд и требовать деньги обратно. Университет Пенсильвании уже посчитал масштаб катастрофы. 175 миллиардов долларов из американской казны. Но вот что самое интересное. Деньги не просто вернут компаниям. Те, у кого нет ресурсов судиться, продадут свои претензии хедж-фондам. То есть крупнейшие финансовые игроки заработают на провале Трампа за счет бюджета США и заработают десятки и сотни миллиардов. Кто от этого выигрывает? Точно не американский налогоплательщик. Разбирательства затянутся на годы. Деньги уйдут на юристов и фонды. Защита так называемой американской экономики, которую Трамп презентовал, обернулась крупнейшим, одной из самых крупнейших самострелов в новейшей истории США. Прям самострелов в ногу. И это не просто поражение в суде. Это сигнал. Торговая война Трампа была проиграна еще до начала. Просто счет выставили только сейчас. Напиши. Եվ այսպես, բացի սանից ես ինձ տեղեկացնեմ, որ Իլինոյս նահանգը կարծեմ ներկայացել է 9 միլիարդի հաշիվ Դոնալդ Թրամփին, որովհետև այդ նահանգը տուժել է 9 միլիարդ այս Թրամփի քաղաքականության, տարիֆների քաղաքականության պատճառով։ 9 միլիարդ եւ հաշվել են, որ ընդհանուր պոտենցիալ սա հայցերը որ գնալ է Թրամփի նկատմամբ դա մոտավորապես կազմում է 175 միլիարդ դոլար։ Այսինքն 175 միլիարդ դոլարի Դոնալդ Թրամփը վնաս է տվել մեկ տարվա մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Պատկերացնեք ինչ թիվ է 175 միլիարդ դոլարի չափի։ Որովհետև Գերագույն դատարանը ճանաչեց Դոնալդ Թրամփի գործունեությունը, այդ տարիֆային գործունեությունը անօրինական։ Որ Դոնալդ Թրամփը դիտավորյալ հանցավոր եղանակով չհադաշարել է, ուզուրպացել է իր իշխանությունը եւ նա գործողությունը անօրինական է։ Դե մարդիկ էլ իրան շտաբ նահանգները, ինստիտուտները, կամպանիաները իրան դատ են տալի։ Ընդհանուր արժեքով դա կազմել է 175 միլիարդ դոլար։ Բնականաբար Դոնալդ Թրամփը իր գրպանից չի վճարելու էլի պետությունը, որ պետությունը ինչ է, այստեղ բաներն են, հա, հարկատուներն են։ Փաստորեն տեսեք, 175 միլիարդ դոլար հարկատուները իրանց գրպանից ավել վճարել են այս հարկերի համար։ Հիմա մի այդքան էլ պետք է վճարեն տուգանքների համար։ Որովհետև, ասենք, ինչ օրինակ շիզոֆրենիկ Փաշինյան Նիկոլ, այսօր որ է կազմում ամերիկյան Փաշինյան Նիկոլ, ասենց ասեմ։ Որոշել է, որ աշխարհի հետ պետք է պատերազմ անի։ Ես վստահ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող բոլոր մարդիկ, ովքեր մտնում են երբեմն խանութ, զգացել են, որ մեկ տարվա մեջ 50-60-70% թանկացել է ամենից։ Այսինքն ինչ թիվ եմ ասում։ Ոչ թե 5%, 10%, 20%, չէ, 50-60-70։ Եթե ոչ կրկնակի։ Սա այդ տարիֆների պատերազմի արդյունքում է։ Հետո պարզվում է դա անօրինական է, հետո տուգանում են դրա համար, էլի հարկատուն պետք է վճարի դրա դիմաց։ Դրա համար սա է վիճակը։ Ես մատ ուզում եմ այս տեսարանը նայենք անպայման։ Հատ լսենք այս աղջիկը։ I'll never take a single penny from corporate PACs or APACs, not now, not ever. But I want to be very clear that there are candidates up here who are bought and sold. Melissa Conyers-Ervin is one of them. Սա Իլինոյս նահանգի դեպատների ժամանակ է։ Սա ինչ եմ չստալի, որ այս ամենը բերելու է հակառակ էֆեկտի։ Ոնց որ Փաշինյան Նիկոլի արշավը եկեղեցու նկատմամբ, Փաշինյան Նիկոլի արշավը հայ մարդու պետականության նկատմամբ, չէ՞ փոխում է, չէ՞, հակահարված է ստանում։
Հիմա սա Իլինոյսի նահանգի դեպատներն կոնգրեսի տեխնացուների մեջ է։ Հիմա այս աղջիկը կանգնել է, ասում է ես իսպանացիս I'll never take a single penny from corporate PACs or APACs, not now, not ever. But I want Անաբել Մենդոզա։ to be very clear that there are candidates up here who are bought and sold. Melissa Հիմա ասում է, այստեղ կան կանդիդատներ եկել են դեպատների, որոնք վճարվում են հրեաների կողմից, APAC-ի կողմից, հրեական լոբիի կողմից։ Ես ոչ մի կոպեկ չեմ վերցրել, սրանք վճարվում են ու հերթով ասում է, որտեղ սա բաց ինֆորմացիա է։ Լսենք։ Conyers Irvin is one of No. them. And I'll tell you right now, Melissa, you should resign from your post because you have been a horrible city treasurer. And on top of that, you also take APAC money. Դու հիմա պետք է հրաժարվես, որտեղ դու ոչ միայն վատ ես աշխատել ժամանակին, այլև դու վերցնում ես հրեաների այդ լոբինգից փող։ And you are not here to represent the interests of the people that are right before you. Եվ ասում դու ստեղ չես կարող այդ մարդկանց շահերը ներկայացնել։ Դու օտար երկրից փող ես վերցնում Իսրայելից։ In addition to that, Jason Friedman didn't have the courage to show up. Guess what? He's getting APAC aligned money And you said Jason ասում որ չի եկել։ Էլի ինքն էլ է վերցնում իրանցից as փող։ well. And you know, Anthony, I really like you, but I also know Michael and Հիմա սրանն ասում ես քեզ հարգում եմ, բայց դու էլ փող ես վերցրել $7,000։ Kerry Sachs gave you $7,000, and they are some of APAC's biggest donors. So I want to know if you're going to return that money. I'll get a chance to reply. Okay. Դու ես վերցրել, ասում ես իմանամ դու հետ ես վերադարձնելու, ասում ես քեզ հետո կասեմ։ Սա փոխելու է այս քաղաքականությունը մի տարվա մեջ։ Ես նամար եմ ասում նոյեմբերին փոխվելու ամեն ինչ Ամերիկայում ասած։ Հիմա կոնգրես ընտրվելու են այս միջանկյալ ընտրությունների բոլոր նրանք ով այս բանով որականքով ագալու։ Ով մտավ քաղաքականությունը սերակարգով ինքն է հաղթելու։ Այսինքն նոյեմբերից հետո բանը Զանգեզուրի միջանցք, Թրամփի ճանապարհ, տո ես չգիտեմ ընդեղ ինչ, Իսրայելի շահեր ոչ թե լիակատար վերանալու է, այլ դառնալու է համարյա անհնար։ Հիմա մարդիկ են գալու, որտեղ իրանցից փող չեն վերցնելու։ Ու հենց այդ չվերցնող մարդիկ են գալու, որոնք հայտարարելու են, որ ես մերժում եմ այդ փողերը, ես չեմ վերցնել։ Սա չեն կարող իրանք խաբել։ Վերցնեն ու չասեն դրա մասին։ Որտեղ այս ամենը բաց ինֆորմացիա է։ Ու ամենաշատը հենց սրանից հավախենում Թրամփը եւ Նետանյահուն, որտեղ իրանք հասկանում են, այս պարագայում իրանք կորցնելու են մեծամասնությունը սենատում, ներկայացուցիչների պալատում ու գնա impeachment։ Ու դրանից հետո Էփստինի այս հանցագործությունների համար դատվելու հավանականությունը թռնում է միանգամից պատալոկ, որովհետեւ այսօր ամերիկացիներն են զարմացած։ Ասում են ոնց է, եթե մանկապիրսներին բռնենք, ուրեմն երկիրը քանդվելու է։ Բքանդը եթե երկիրը մանկապիրսներն են ղեկավարում, եթե համակարգը սադա է։ Ամբողջ է, ոչ մեկը չի կարողանում հասկանա, այս ոնց են հանցագործները, ապացուցված հանցագործությունները կա, ինչի Եվրոպայում դրանք ձերբակալվում են, նույնիսկ Չարլզի եղբայրը, այն պարագայում, երբ որ իրանք ստեփական արսին գնդակ արեցին, սպանեցին, պաշտպանում էին монարխիան, բայց չկարողացան Էնդրյուին պաշտպանել։ Ինչի է դա Նորվեգիայում, Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում հնարավոր, Իսպանիայում հնարավոր, բայց հնարավոր չի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայանում են ամենաժողովրդավարական երկիր։ Սա չեն հասկանում մարդիկ։ Ու հենց այս ռետորիկայով, հենց այս խոսույթով էլ Թրամփը կորցնելու ամեն ինչ։ Մեզ դիմանալա պետք, ժողովուրդ ջան, մեզ դիմանալա պետք, կանխելա պետք Փաշինյան Նիկոլի հանցագործությունը, վստահ լինելով, որ Դոնալդ Թրամփը թքած է ունենալու ինչա կատարվում Հայաստանում։ Ինքը ավելի շատ մտածել է սեփական կաշին փրկելու մասին։ Իսկ մինչև հունիս ունենք 2-3 ամիս ժամանակ, հա, առնվազն 3.5 այս բաղով։ 3.5 ամիս ընտրությունների համար շատ քիչ է, բայց 3.5 ամիսը շատ երկար ժամանակ է Թրամփի համար, որպեսզի ինքը հետաձգի ամեն օր իրանից պահանջող հարձակումը Իրանի վրա։ Իսկ Իրանի վրա հարձակումը փոխելու ամեն ինչ տարածաշրջան։ Ամեն ինչ ընդ որում նաև Զանգեզուրի միջանցքի հետ կապված ռետորիկա, պայմանավորվածությունները փոխելու է։ Հələ որ կարողանում է հետաձգի, խափում է մարդկանց։ Կարողանում է խափելով հələ
հնվոր բանանի։ Հասանանք։ Ես գիտեմ հայկական տարածքում է Սիմպսոնների բանով շատ հետաքրքրված մարդիկ կան, բա Սիմպսոններն ասում են, պարզվել է, այդ Սիմպսոնների հեղինակը նույնպես իրանցից է։ Ասել են, ինքը ոչ թե գուշակել է, այլ այս մուլտերով բառացի ցույցատվել են, ինչ-որ պլանավորված է եղել։ Այսքան ոչ թե գուշակ է ինքը, այլ ոնց որ Ժիրինովսկին։ Ժիրինովսկին գուշակ չէր, ուղղակի ինքը գիտեր ինչա խոսվում։ Կամ բան։ Որ այս ամբողջ բանը ծրագրված եղել է իրանց մուտերի մեջ բառացի եւ կղզու մասին, եւ հրյաների մասնակցության մասին, դիվիդենդը, կղզին, շպրիցները նայում եք, այսկրիմը դա պաղպաղակն է։ Հիմա ասեմ միանգամից Google անում, այսկրիմը պաղպաղակը ինչ է նշանակում Էփստինի լեզվով, հա, իրաց պայմանավորվածության մեջ։ Իրանց պայմանավորվածության լեքսիկոնի մեջ պաղպաղակ ասել են, այսկրիմ ասել են տղա պրոստիտուտկեքի։ Եվ էգպլենտ, բա ինչ է նշանակում այսկրիմ գրածը։ Male prostitute։ Սա թարգմանական բառերն է, ինչը ծածկանունները, hot dog-ը տղա, պիցան աղջիկ, cheese պանիր, փոքրիկ աղջիկ, պաստա փոքրիկ տղա, ice cream պաղպաղակը, male prostitute, տղամարդ prostitute, walnut ոնց որ պոպոկ հա, տենց ասենք, դա գունավոր տղամարդն է փաստորեն։ Մի խոսքով։ Սա ինչ որ պետք է մեզ իմանալ այդ մուլտերի հետ կապված։ Նա սա նայենք։ Կուբայի շուրջը պրոբլեմներն է մեծանում ու պատերազմի հավանականությունը Կարիբյան երկրորդ կրիզիսն է հասունանում Կուբայի շուրջ։ Կուբայում տնտեսական եւ հումանիտար ճգնաժամը։ Վենեսուելայի նախագահին փախցնելուց հետո Կուբան չի կարողանում վառելանոց գնել եւ ապահովել իր ներքին կյանքը։ Եվ Ռուսաստանը հիմա մի ամբողջ նավ բարձած վառելանոթով ուղևորվում է դեպի Կուբա։ Եվ Ամերիկան փաստորեն շրջափակման մեջ է պահել, որպեսզի գրավի։ Ռուսաստանը գնում է օգնության։ Հիմա թե վաղը մյուս օր կկրակեն այդ նավի վրա, ինչ կանեն չգիտեմ։ Բայց Պուտինը որոշել է, որ ինքը գնալու է, ինչպես Խրուշչովի ժամանակ, հիշում եք երևի, Կարիբյանի ճգնաժամը։ Հիմա նույն բանն է, եւ նավը ճանապարհին։ 1-2 օրվա մեջ պարզ կդառնա այս հարցը ոնց է լուծելու։ Կամ հերթական անգամ կփչացնի Թրամփին, հա, կամ Թրամփը իր էգոն փրկելու համար խորտակի այդ նավը կամ կկալանավորի։ Որը իհարկե բխելու է իր հետևանքներով, իր տարբեր հետևանքներով։ Այս տեսանյութով ես ուզում եմ ցույց տամ ամերիկյան հասարակության վճռականությունը, ինչի համար եմ ես լավատես, որտեղից է գալիս իմ լավատեսությունը։ Վճռականությունը ֆիրմաները բոյկոտելու մասով։ Այն որ ես ասում պետք է բոյկոտել այս սրճարանը, այս արտադրությունը, այս սուպերմարկետը, տեսեք սա ոնց է աշխատում Ամերիկայի մասան նահանգներում։ Եվ այսպես ստեղ կան այն ֆիրմաները, որոնք ուղիղ հովանավորում են Թրամփի այդ ադմինիստրացիայի այս կոչված բանդիտական խումբը, այն որ իբր էմիգրանտների դեմ է պայքարում, բայց իրականում ինքը աչուձեռ գնդակահարում է, մարդկանց տերորիայի ենթարկում։ 3 էլի կին են գնդակահարել։ Կին։
Ամերիկայի քաղաքացի, էմիգրանտել չի։ Սպանել են։ Հիմա այստեղ բանն են ֆիրմաներն են, որոնք փողով եւ իրենց ծառայություններով օգնում են այդ բանին։ Տեսնենք այս կինը ինչ ասում։ These are some of ICE's top corporate collaborators: Amazon, Whole Foods, Target, Palantir, Home Depot, Lowe's, hotel chains even. These are the companies that you need to be boycotting, and if we have learned anything over the last 2 years, it is that boycotts absolutely do work. Ես թվարկեց այդ կամպանիաները, որոնք օգնում են այսին եւ ասեց, եթե դուք հասկացել եք 2 տարվա մեջ ինչ բան է տալիս, օգուտ է տալիս, որը բացարձակ աշխատում է, ուրեմն պետք է այս կամպանիաները եւս բոյկոտվեն։ Ու սա առաջատար կամպանիաներն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, որոնք բոլոր գտնվում են հրյաների կոնտրոլի տակ, ասեն Amazon-ը, Target-ը, Palantir-ը, բանը, Home Depot, Lowe's, AT&T, հսկայական կամպանիաներ են, հա։ Dell, USPS, FedEx, Motorola, oof. We boycotted McDonald's because of their ties to the Israeli military. Ասում ենք բոյկոտում ենք McDonald's-ը, չէ՞, որովհետեւ ինքը սպասարկում է Իսրայելի զինվորական բանը։ Էլ չեմ ասում, որ ըստ Էփսինի եւ ըստ հրյաների հազարավոր սպանված եւ միջև վերջ կներեք չկերված մարմինները վերջում աղացած միս որպես մատակարարված է McDonald's-ի կողմից։ Սա փաստ է։ And the company lost $7 billion in market value by 2025. Որովհետև ասում եմ այդ կամպանիաները մենք ում բոյկոտել ենք անցած տարի իր մարքեթ գինը 7 միլիարդ ընկել է։ Այ հիմա ես սա մասին էի ուզում ասեի բոյկոտի արդյունքում անցած տարի այս կամպանիաների գինը 7 միլիարդ դոլար իր բանը կորցրել է։ Ընդհանրապես բոյկոտը։ Հիմա այս գինը կոչ է անում, ասում եմ եթե մենք ուզում ենք մեր պետությանը դեր կանգնենք, պետք է շարունակենք բոյկոտել նաև այս կամպանիաները, որոնք փաստորեն հակապետական գործունեություն են ֆինանսավորում, ամեն մեկը իր ձևով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը իդեալական չի, կրթության մակարդակը փայլուն չի։ Հասկանում եք, այն բաները, որ ես ակտիվությունը տեսնում եմ, տարբեր մակարդակի, տարբեր որակների, տարբեր դրսևորումներով իսկ թույլ է տալի ենթադրել, եզրակացնել, որ եւ արդյունքները, ընդհանրությունների արդյունքները, որ ես տեսնում եմ, եզրակացնել, որ այս երկիրը արագ փոխվելու է։ Այո, հիմա շատ վատ վիճակի մեջ է, շատ ավելի վատ, քան Եվրոպան, բայց ինքը փոխվելու է, ինքը դա ռեսուրսն ունի եւ ամենակարևորը կամք ունի փոխվելու։ Նայեք, ինչ բացարձակ заключалась в том, чтобы выявлять страны, обладающие богатыми запасами ресурсов, в которых были заинтересованы американские корпорации. Սա միջազգային վալյուտային ֆոնդի աշխատակից ասում է։ Իմ գործը այն է, որ ես բացահայտեի այն երկրները, որոնք կարիք ունեին միջազգային վալյուտային ֆոնդի փողերի եւ հիմա ասում է ինչի համար։ Իմիջիալոց այդ ֆոնդին մենք 15 միլիարդ ենք համարել արդեն։ А затем отправляться в эту страну и убеждать ее правительство взять у Америки крупный кредит. Но на деле до самой страны деньги так и не доходили. Кредит... Իր գործն է գնալ այդ երկրներ ու համոզել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծ բան է պետք վերցնել։ Ոնց որ մեզ են ասում 4 միլիարդ, 5 միլիարդ, 9 միլիարդ։ Բայց իրականում ասում է այդ փողերը տենց էլ չեն հասնում այդ երկիր։ Ինքը վարկը գրանցում է, բայց փողը չեն հասնում։ Փողի դիմաց տալիս են տեխնոլոգիաներ, այսինքն փող չոր չեն հասնում են երկիր։ Տալիս են ուրիշ բաներ, բայց դիմացը վերցնում են իրենց ամբողջ ռեսուրսները որպես զալոգ, որպես գրավ։ Հետո ամեն ինչ անում են, որ երկրները, եթե իհարկե ինքը հաջողված երկիրներ, փոխում են ամեն ինչ, որ ինքը չհաջողվի, չկարողանար պարտքերը մատնել եւ միշտ էլի փող վերցնել։ Իսկ այն երկրները, որտեղ հասունացած է կոռուպցիան, որպես անտիր կոռուպցիոն երկրներ, դրանք որպես կանոն երբեք չեն վճարում վարկերը հետ։ Այտենց գնդակահարվեց, այտենց պրծավ Չաուշեսկուի իշխանությունը, հասկանում եք։ Նա մեծ պարտքեր էր կուտակել, այնքան էլ դերսել միլիարդներով, պետք է տար, ինքը ստիպված իր նավթն ու գազը լույս ամեն ինչ ծախում էր, որ տար, դա ժողովուրդը մնացել է սոված ու անտեր, ինչն էլ բերեց իր ոչնչացմանը։ Սա պարզ մեխանիզմ պատահական է, պատմում է, թե միջազգային վալյուտային ֆոնդը ոնց է ոչնչացնում երկրներ։
выдавался с условием, что ресурсы, которые нам были нужны, нефть или что-то еще, выступали залогом по этому кредиту. Прибыль получали крупные американские корпорации. А обычные граждане, как правило, страдали. Чтобы выплачивать проценты по кредитам, правительства сокращали финансирование сферы образования, медицины или, например, социальных услуг. Но в конечном итоге эти кредиты все равно не удавалось выплатить. И тогда мы возвращались. Նույնիսկ ասում է երկրներ կան, որ բնականաբար է տոկոսները վճարելու համար, ինչպես Հայաստանը։ Տոկոսը Հայաստանը տարեկան 1 միլիարդից ավել մենակ տոկոս է տալի։ 1 միլիարդից ավել մենակ պարտքի դիմաց տոկոս է տալիս։ Ու դրա համար ասում ստիպված են այդ երկրները կրճատել իրենց առողջապահության, ֆինանսական, կրթական, սոցիալական ծախսերը պետք է կրճատեին, ժողովուրդը անցնքում դժգոհ է, մեկ է, բայց այդ երկրները չեն կարողանում վճարել այդ բաները իրենց այդ գրավի դիմաց վերցած տոկոսները եւ այդպես այդ ժամանակ հենց այդ կորպորացիաների ներկայացուցիչները գալիս էին երկիր ասում են եթե չես կարողանում վերջ քո էս վերցած մեր կոնտրոլի տակ եղած հիմնարկները այլևս մեն են վերջ ու սենց երկրները դառնում են գաղութ փափուկ ուժով իսկ ովքեր են այդ կորպորացիաների հետևում կանգնած այո понятно. Обычно уже под эгидой МВФ говорили, раз вы не можете платить, продавайте нам ваши ресурсы с большой скидкой. То есть мы фактически создавали колониальную империю и делали это путем экономического порабощения стран. Через так... Экономик ստարկացում երկրներ վերջ այն ինչ որ Հայաստանի հետ է արվել ու արվում է իսկ որպեսզի ընդհանուր պատկերացում կազմենք սրանց մեծ հաշվով կերպարի մասին նա սա եմ ուզում նայենք You have documents, emails that connect Epstein to Putin, but he's also connected to the CIA, he's also connected to Mossad, to Trump, connected into the AI oligarchy, to endless other world leaders. You look at Keir Starmer, the Prime Minister. His Svengali is Tony Blair. Սա ներկայացնում է այդ Էպստինի իհարկե իր դեմքով բայց ինքը չի կանայք կապերը բոլորի հետ Պուտինից մինչև Ստարմեր մինչև բոլորի հետ Mossad, MI6, CIA, KGB, բոլորը ինքը կապի մեջ է եղել եւ հիմա ասում է ով ու ինչ բարեկամ է գալիս եւ բոլորը միասին աշխատել են գիտեք ում համար բոլորը իրար աշխատում են to power as Prime Minister. But Epstein was just one guy. They're all connected in the end. There's an area of Judaism called Shabbat Lubavitch. Yes. It's Shabbat Lubavitch. Իրա արթուն զգողության տակ է. Այս ամեն ինչը անում. That connects into Putin, to Zelensky. Դրանք կապված են բոլորը. Putin, Zelensky, Trump, to Jared Kushner, to Netanyahu. There are these networks which connect people that in the public arena are unconnected. Եվ ասում եմ, սրանք են կապում այդ մարդկանց, որոնք մասաների համար կապված չեն ոչ մի բանով իրար հետ։ Սա երևի մենք բոլորս լսել ենք շատ հոլոկոստի մասին, ինչ է հոլոկոստ, բայց ես միշտ մտածել եմ, ինչ են հրեաները իրենց ցեղասպանությանը կոչում հոլոկոստ։ Ինչի՞։ Որպես ինչի՞ չեն ասում դա գենոսիդ։ Ինչի՞ է հոլոկոստ։ Այդ բառը ինչ է նշանակում։ Եվ գտնվել է մի հատ հին ձայնագրություն, որտեղ հրեաները բացատրում են ինչ է հոլոկոստ։ Նայեք։ Jewish sacrifice in the Old Testament occurs in many, many more places than simply the better known story of Abraham and the sacrifice of his son Jephthah, the Gileadite, cited in Judges 11. In the book of Judges 11:20. Ես ավելավան անգամից պատմեմ, որովհետև արդեն 5 րոպեա մենք խոսում ենք։ Սրանց 5 գրքերի մեջ նկարագրված է եղել մշտական զոհաբերության տեսարան։ Եթե հիշում ենք, 5 կտակարանի մեջ էլ տեսարան կա, երբ որ Աստված ասում է Աբրահամին, տատկո, միակ զավակ Իսահակին մատաղարա։ Իմ համար հիշում եք այդ տեսարանը։
Նույնիսկ դες նկար կա, բանում եմ Լուվրում չկներեք Լենինգրադում, Էրմիտաժում եմ տեսել, ես մտա մի դալիճ եւ դիմացս մի հսկայական նկար դուրս եկա, որտեղ սենց Աստված նայում է, թե սենց սաղուրած Ադամը, ներողություն, Աբրահամը ոնց է ուզում կտրի սեփական երեխայի վիզը, այնքան բնական է, ահռելի նկարի վրա, ով եղել է բանում Էրմիտաժում, իսկ թվում է անպայման տեսած կնի այդ նկարը, անենց տապավորիչ սարսափ էր դա, քիչանում վազես նրա ձեռքից բռնես, ասես որ այս ինչ ես անում։ Բացում է հայաների մոտ դա եղել է միշտ եղել է իրենց աստվածներին, իրենց սեփական երեխաներին ու միշտ դες պատմություններ ունեն երեխաներին, իրենց կամ ուրիշների երեխաներին միշտ զոհաբերել իրենց այդ աստվածներին։ Եվ այդ ռիտուալը կոչվել է Հոլոկոստ։ Այսինքն այդքան կոտորված հրեաների իրենք են զոհել։ Եվ պատմությունը հենց դա էլ ցույց է տալի։ Դրա համար էլ իրենք կոչվում են դա Հոլոկոստ, չեն ասում գենից, Հոլոկոստ, որտեղ իրենք զոհաբերում են իրենց շակերտավոր Աստծուն, ինչու նպատակների համար։ Դրա համար ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ հրեաները ոնց էին սարքում այդ, գիտեք չէ, գազի կամերաները հրեական կամպանիաներն են սարքել Հիտլերի համար, իմանալով սա ինչի համար։ Ես մտածում եմ, սրանք սարքել են դա փողի համար բացառապես, որովհետև դրանց համար եթե փողը կա, ինչ է ազգություն, ինչ բան, ինչ նպատակ։ Չէ, փողը չի մենակ։ Փողը նաև։ Իրենք գիտեն ինչ է սպասվում այնտեղ։ Դրա համար էլ այդ ամեն ինչ իրան կոչում Հոլոկոստ։ Երբ որ հրեան զոհաբերվում է ավելի մեծ նպատակների համար։ Դա ինչպես տեսնում ենք Ավստրալիայում հիշում եք, որ այդ հայրը տղա, եկցնել հրեա IDF-ում ծառայած, գնդակահարում են հրեաներին իրենց տոնակատարության ժամանակ։ Իհարկե մեքենային թողում ընդ արաբական ազնագներով հարցը չի։ Իրանց մեջ դա կա։ Ինչ ասեմ։ Ված չի իմանալ ես ամեն ինչը։ Հիմա իմ համար այդ հարցն էլ փակվեց, ինչու Հոլոկոստ, ոչ թե գենոցիդ։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Մեզ կառավարության դեմքին Փաշինյան քո դեմքից սկսած, թքեմ ես կառավարության դեմքին Փաշինյան քո դեմքից սկսած, քո ազնագազմի դեմքից վերջացրած, որ դու քո նման փալասներին այդ տաբուրետկից մեծացած զիբիլ, որ հիմի աթոռ ես գրկե մեջքով հենվում ես վրեն, այ ոչ մի բան։ Էս չի քո աճացրած շները, որ ամբողջ ժողովրդին ամբողջ մի գիշեր տերորի են ենթարկում, էլ չեմ ասում սեռական ոտնձգություն 13 տարեկան աղջիկների նկատմամբ։ Դուք երբևէ հիշում եք, որ հայ մարդը որևէ կառավարության հասցեին այս ոճի մեջ արտահայտվեր։ Շատ իրավունք ունեին, բայց ես չեմ հիշում։ Ու սա հույս ունի վերարտադրվելու։ Ասես ուղղակի ես չեմ կարող ճշտել, այդ ինչ 13 տարեկան աղջկա վրան ոտնձգություն անել։ Բայց օրը գալու է մենք սա պարզելու ենք։ Անպայման, որտեղ ես գիտեմ այդ փաստերի մասին։ Ուղղակի այդ ապացույցները չկա ձեռքից։ Մի օր էս ամեն ինչ սկսել են խոսալ։ Ասենք խի են խոսալու, ոնց հենց իրանք են պատմելու են։ Հենց իրենք են պատմելու են, որովհետև ես շատ բարեկամ ունեմ, ասում է, այն ամենալավ տղեն էս օլիգարխներից, ոսենց ախրանայով ջիպերով բանով ֆրֆռում էր, հերիք հանգնի համապատասխան սենյակ, նա թուղթու գրի չի ուզում, էլ չի հարցնում, ինչ գրեմ, սկսում է գրել։ Այն ամենն այն, որ ասում է չկասես օրեսի, ուֆ, թագավոր տղա է, սկզբունք այ ման։ Մտնում է խուցած մենզի թուղթու գրիչ ասում տաբեք ու չեն հարցնում ինչ գրի, գրում է, հետո չեն կարող գրիչը ձեռից վերցնենք, ասենք երիքա գրես, չէ ասում է, թող, էս էլ պետք է գրեմ, էս էլ պետք է գրեմ, էս էլ պետք է գրեմ, ասեք, էլ ինչ անեն, ոստերից դուրս գա։ Ես պատկերացնում եմ սրանք, ինչեր են դեռ մեզ պատմելու, ինչեր։
Ես է Պապոյան Գևորգի վախեցած աչքերը իմ աչքից առաջ է։ Պապիկյան Սուրոյի այդ նապաստակի դողդողացող աչքերը իմ աչքից առաջ է։ Սես նայում ես աչքերին, ինքը արդեն մեռած է, ինքը արդեն հոգի խանգարումների մեջ է, որտեղ ինքը այդ տեսակն է։ Բայց ասում ես մի խառնվի։ Մի խառնվի, այդ տղա ջան, ես թուղթես է գրիչը։ Կամ միացնում եմ կամերան, պատմի։ Խոսա։ Մի վախեցի, ինֆարկտը չխփի խայտարակալնենք։ Պատմի։ Դուք ձեր պատմելու եք։ Այսօր ես որ տեսան այս տեսարանը, մենք դուք ես փոսի մեծությունը նայեք շենքերի արևանության հասարակ։ Ես վստահ եմ, որ այս շենքերի բնակիչները բողոքել են, նայեք այս ցանկապատը, նայեք այս ցանկապատը, բնակելի շենքի ցանկապատն է, էսի քանդածները։ Այս շենքերը նստվածք են տալու։ Ով ինչ ուզում է ասի, ով ինչ հեքիաթ ուզում է պատմի, ոչ մի գրազ եմ գալի, բերեք ճարտարապետ, հողաշինարար, ինչ ուզում ալի։ Ես քիթս կկջրեմ ես հռչակավոր քիթս, եթե մի շինարար ասի ձեզ, որ շենքից այս դիստանցիայի վրա կարելի է այս խորությամբ կատլավանքանվել։ Ես այս քիթս կկջրեմ։ Ցանկացած շենք իր տարածքի 30%-ի վրա կարա կառուցվածել է։ Սա բանը ինժեներական չափանիշներից ամենակարևորներից մեկն է։ Այսինքն եթե քեզ տվել են 1000 մետր հող տարածք, դու այդ տարածքի վրա ընդամենը կարաս այդ 300 մետրի վրա կառուցես շենք, այն էլ որոշակի բանի, մնացածը պետք է լինի պարկինգ, կանաչ տարածություն, մի խոսքով անվտանգության համար, որ հրշեջ մտնի դուրս գա եւ այլն, դա ստանդարտ է, մաքսիմում 30%։ Այսինքն 30-70 ռեշիոն, սա ստանդարտ է։ Ստեղ վախենալու է նույնիսկ պատկերացնել ինչ են սարքելու մեկ այդ խորության վրա այդ հսկայական կատլավանը քանի տասնյակ շենքի համար է գծած։ Երկրորդը ինչա լինելու այս շենքի հետ։ Ու դուք չկասկածեք, որ հենց հիմա որ քանդում են, դա արդեն ճաքեր է տվել։ Անդե ֆունդամենտում, այն էլ սովետական ֆունդամենտ, սովետական շենք, պանելային։ Դա թքած կպցրած ֆունդամենտներ են։ Ես սովետական կարող ցեմենտը գողացած մենք չենք հիշում երկրաշարժի ժամանակ ինչ ա եղել։ Ու սրանք դրել են այս դիստանցիայի վրա շենք են կան։ Ես ասում ես կասկած չունեմ, որ բողոք եղել է, բողոքներ, բայց հասկանում եք չէ, որ Նիկոլ Փաշինյանի համար մարդու բողոքը, մարդու կարծիքը, մարդու արժեքը զրոյա 1000 դրամի հետ համեմատած, նույնիսկ 1000 դրամի հետ համեմատած։ Զրո։ Սրանք առանց աշները թարթելու տալան 10000-ավոր մարդ սպանեցին։ Ու էլի կսպանեն։ Մարդը ինչ է այս անցանում։ Ռիտուալ։ Գիտեմ իրաց համար, ոչ մի բան, փողն է իրաց այդ դեպքում։ Փողը վերցել են, հիմա շենքը կաշխատի, կմնա, ճաքեր կտա, ավարյոնի կդառնա, թափելու բան կդառնա, այսքան մարդիկ կզրկվեն Իրաստանից տեղից, թե չէ։ Ու սրանք հույս ունեն, որ պատասխանատվություն չի կրելու ոչ մեկ։ Բայց սա հանցագործությունը մարդկության դեմ է, սա մենակ քրեական չի է։ Սա մենակ քրեական չի, սրանք իրենց հանցագործ պահվածքով փաստորեն կյանքի համար վտանգ հանդիսացող արարք են անում։ Այդ չեմ ասում նյութական մասը, բայց կյանքի համար վտանգ է։ Սրանք չկա, լիմիտ չունեն։ Սրանք բարոյական, ինչ ասեմ, մարդկային, չկա այդ լիմիտները չկա։ Դա համար ես ամենահանգստությամբ ասում եմ, ցանկացած մեկը, որ սրանց աջակցում է, սա անբարոյական գոյացություն է, չեմ ասում մարդ։ Դա նույնիսկ մարդ չէ, անբարոյական գոյացություն է։ Ու իրանք էլ պետք է իմանան։ Եթե աշխարհում ղեկավարային բացառապես իրենց նման անբարոյական գոյացությունները երկար ժամանակ
Մենք վաղուց որպես ցիվիլիզացիա կործանվել վերացել ենք։ Մենք չենք վերանում միակ այն պատճառով, որ միշտ գալիս է որակովը ու հանում է սրանց, նետում է պատմության աղբանոցը։ Բայց այն պետք է լավ իմանալ, մեր պատկերացած պատմության աղբանոցը մի քիչ այլ աղբանոց է եւ այլ պայմաններով է, որին դուք շուտով կծանոթանաք։ Ամենաուշը հունիսի 8-ին։ Այս լավատեսական նոտայի վրա այսօր լավ մտածեք։